Ողջույն բոլորին։ Այս տեսանյութում կլինի ցանկության մասին, բավականին շատ էի զբաղված, չկարողացա կիրակի օրը անել ցանկության տեսանյութը։ Կանենք ոչինչ շաբաթվա ընթացքում եւ իհարկե եւս հայտարարություն կանեմ այս ընթացքում, ովքեր որ կնայեն սա։ Facebook-ը ինքն իրեն այդպես կմնա որպես Facebook-յան էջ, բայց Messenger-ը փակվում է, Messenger-ը այլևս չի բացվի, ջնջվում է Messenger-ը, քանի որ այնտեղ աշխատող չկա, բոլոր տեղերում արդեն աշխատող չկա։ Ես բոլորին հանել եմ, որովհետև ոչ միտեղ այլևս կարիք չկա աշխատանքի։ Եվ Facebook-ում ընդամենը Facebook-ը կպահպանվի միայն նրա համար, որ այնտեղ տեղադրվի տեսանյութերը, որոնք որ հրապարակվում են իմ բոլոր ալիքներում։ Ուրիշ բաների համար այնտեղ արդեն ճիշտ է տեղադրվում է story-ում կարողանում եք գրել նամակ, բայց եթե հնարավոր լինի, նաև կփակեմ այդ բաժինը, որովհետև որ գրում եք այնտեղ պատասխանող չկա։ Դրա համար ավելի լավ է, որ դա եւս փակվի այնտեղ։ Facebook-ը կմնա միայն, որովհետև Facebook-ում շատ բաներ եմ տեսնում, որ ուղղակի ինձ ցնցում է, եւ ես ի վիճակի չեմ նման բաներ տեսնել եւ լսել։ Կյանքի ընթացքում ուղղակի ես չեմ ուզում։ Չեմ ուզում իմ կյանքը դժողքի վերածել կամ որևիցե մարդկանց համար ուղղակի նյարդայնանալ։ Լավ կլինի, որ այնտեղ միայն կտեղադրվի, եթե ինչ-որ բաներ ունեմ տեղադրելու, օրինակ շաբաթվա կանխատեսում կարող է լինել, օրինակ տեսնում եք մեկ-մեկ տեղադրում եմ, որոնք որ գրառման են ավելի շատ վերաբերվում, քան ասելուն, այդտեղ կտեղադրվի։ Եվ նաև տեղադրվել է ալիքում խավարման վերաբերյալ տեսանյութը, ովքեր չեն նայել, կարող եք նայել, որովհետև դա 2 տարվա կանխատեսում է։ Մնացած մոլորակներն էլ եւս իր հետ են կանխատեսման ժամանակ, որոնք որ ազդելու են ձեզ վրա այս 2 տարվա ընթացքում։ Եվ նաև այսօր կտեղադրեմ նաև այնտեղ ամսի 18-ի համար շատ կարևոր տեղեկություն, որը որ վերաբերվում է այլ մոլորակներին, որոնք որ իրար են միանալու եւ ինչ են բերելու յուրաքանչյուր մեզ բոլորիս, յուրաքանչյուր մարդկանց։ Այս խավարումը շատ կարևոր է, այս խավարման միջանցքը եւս շատ կարևոր է, բացվում է խավարման միջանցքը արևի խավարմամբ, դա շատ լավ է եւ այդ գործողությունները ինչ որ կանեք կփակվի նաեւ խավարման միջանցքում։ Ես շատ կարևոր որոշումներ չեմ ուզում կայացնել այս ալիքների վերաբերյալ, որովհետեւ չգիտեմ ալիքների ապագան, բայց դե անձնականի համար բոլորդ է կարող եք ձեզ համար շատ կարևոր պլաններ կազմել, որը որ երկարատև կլինի մոտ 18 տարի կարող եք դուք այդ պլաններից օգտվել, անել։ Ես ինքս էլ 18.5 տարի առաջ 2007-2008 թվականներին սկսել եմ իմ գործունեությունը, ճիշտ է կանգ եմ առել, պահերկային կանգ եմ առել, եւս էլի խավարման ընթացքում 2018 թվականին եւս էլի սկսել եմ այդ գործունեությունը, եւս հետո 2 տարի հետո կանգ եմ առել, որովհետեւ այստեղ գործոնը ինչու՞մ է, եթե դուք որևէ գործ եք սկսում եւ այդ գործի մեջ ներառում եք եւս մարդկանց, ումից դուք եք կախված, ապա այդ գործը կանգնում է։ Օրինակ ես կախված էի Հայաստանից, այդ գործը Հայաստանի հետ էր կապված, Հայաստանից անընդհատ ապրանքներ ուղարկել, սա եւ այնպես ստացվեց, որ Հայաստանից ուղարկելը դարձավ եռակի թե քառակի այդ ժամանակ թանկ, այնտեղ 20 կիլոգրամը մոտավորապես, չգիտեմ քանի 100 եվրոներ էր գալիս, եւ այդ գործը կանգնեց, պլյուս նրան, որ Հայաստանից արդեն ապրանքը մուտք գործում էր Ֆրանսիա, ես պետք է հարկ վճարեի յուրաքանչյուր կիլոգրամի համար, առաջին անգամ ինձ համար շոկ էր, երբ որ 3 կիլո ապրանքի համար ես եւս Ֆրանսիայում վճարեցի 20 եվրո, պլյուս դրան, որ այնտեղից արդեն իսկ թանկ ոնց որ վերջին այդ ապրանքը եկել էր հասել էր ինձ, եւ ստիպված եղա ես կանգնացնել դա, եւ պլյուս դրան այդ ժամանակ արդեն սկսվեց այս կորոնավիրուսը եւ դա էլ նպաստեց դրան, որ ապրանքներ չէր գալիս, ինչ որ բաներ փակ էր եւ այլն, եւ այդ գործունեությունը կանգնեց։ Եթե այդ գործունեությունը կապված ներ ինձանով,
Այն ինչ որ գալիս էր Հայաստանից, ես գնեի այստեղ, հա, Ֆրանսիայից, իհարկե ոչ թե այստեղից, գնեի Ֆրանսիայից, ես կկարողանայի, ուզում ասեմ դրսից, էլի, հա, ես կկարողանայի շարունակել այդ գործը, որովհետև կորոնավիրուսի ժամանակ ամեն ինչ փակվեց բացի այդ բաժնից։ Եվ ես զարմացած եմ, եւ կորոնավիրուսի ժամանակ եւս աշխատել եմ։ Արդեն աշխատել եմ հույսը դնելով ինձ վրա։ Հայաստանից օրինակ այնքան բարդ էր, միգուցե ձեզ մոտ էլ է նմանատիպ ինչ որ իրավիճակ եղել։ Օրինակ ես մայրս ինչ որ բաներ գնում, տալիս էր ուրիշին, այդ ուրիշին էինք սպասում, մինչև այդ ուրիշ ժամանակ ունենար, աներ, տար, մամաս ուղարկեր ինձ, մի խոսքով այդ ներվային համակարգի խանգարում էր, որովհետև դեռ 15 օր պետք է հասներ Ֆրանսիա, դեռ այնտեղ անում էր, մի խոսքով այդ գործը ոնց որ ինձանից կախված չէր։ Ես չէի անում դա։ Երբ որ ես սկսեցի ես անել դա, ինչքան էլ որ կտորը հետո, ինչ որ բաներ, որ մայրս ուղարկում էր գործողության համար, այնտեղ կտոր կլիներ, այնտեղ տարոսիկներ կլիներ եւ այլն, լիքը բաներ, եւ ես որ սկսեցի ինքնուրույն արդեն այստեղի պարագաներով անել դա, նոր հետո սկսվեց այն գործունեությունը, բայց դե արդեն այնպես չէր, ես որոշել էի, որ վերջ, արդեն այդ գործը պետք է հանել, որովհետև Եվրոպայում յուրաքանչյուր բան է թանկ։ Հայաստանում ամեն ինչը մատչելի է, բայց գալն էր թանկ, իսկ Եվրոպայում այդ գալով ամեն ինչով այստեղ կրկնակի թանկ է։ Նրա համար եւ կանգնացրեցի այդ գործը, որովհետեւ պետք է ավելի թանկ վաճառեի, իսկ ավելի թանկ մարդիկ չէին գնում։ Համար այդ գործը, որը սկսվել էր 2007-2008 թվականին, գործերը ոչ թե գործը, ես կրկին ավարտեցի դա եւ չեմ հիշում ինչի համար ավարտեցի, եւ հետո արդեն 2018-ին արդեն ասացի ինչի համար ավարտեցի եւ հիմա էլի այսպես մտքիս մեջ էլի կա այդ նույն աշխատանքները, որոնք որ ես այն ժամանակ եմ արել։ Ճիշտ է, որոշ բաներ ես շարունակել եմ, անում եմ, դեռ կան այդ աշխատանքները։ Բայց բաներ կան, որ ես կանգ եմ առել այն ժամանակ 2018-ին, 2008-ին նույնպես, եւ հիմա եւս ուզում եմ շարունակել։ Եվ ոչ թե ուզում եմ, այլ ոգևորվածությունս ավելի մեծ է, որ դա շարունակեմ եւ դա գոնե պահպանեմ, ոչ wokից կախման մեջ չլինեմ եւ պահպանեմ դա մինչեւ 18 տարի, որովհետեւ երբ որ ինչ որ մեկից ես կախված լինում, ստիպված սպասում ես, որ ինքը ինչ որ մի բան անի, ինքը ուղարկի, ինքը սա անի, սպասում ես մինչև ես 1000 անգամ ասում եի այդ կնոջ, ասում եի, գիտեք, ձեր գործը, որ դուք անում եք, որ երբ որ ինձ պետք է ուղարկեն դա, դուք պետք է առաջինը իմը անեիք, որովհետև դուք Հայաստանում եք ապրում, դուք յուրաքանչյուր պահի կարող եք 1-2 օր անել եւ տալ այդ մարդուն, բայց դուք բոլորի պատվերներն անում եք, իսկ իմ պատվերը երբ որ դեռ 15 օր պետք է ուշանա, պետք է գա ինձ հասնի, դուք ձեր 1 ամիս անում եք։ Ես սպասում էի մինչև բոլորի պատվերներն անեին ընթացքում, նոր հետո իմը։ Եվ դա ինձ շատ էր բարկացնում, որտեղ ամեն անգամ նյարդային համակարգ ես այնտեղ իմ հաճախորդներին, որ ես պետք է տայի արդեն մարդկանց, ինձ մնում էր շատ քիչ օր, մի քանի օր այդ գործողությունները ավարտելու համար, իսկ արդեն դա լինում էր մի քանի պատվերի հավաքածու, հասկանում եք, ոնց որ ամեն մի պատվերը չէր, որ ասենք մայրս այնտեղից անում էին, գործողություններ անում, հետո ուղարկում էին ինձ, չէ, մի քանիսն էր, որ ավելի մատչելին էր վրաս, հա, 3-4 պատվեր էր, հետո 3-4 պատվերը պետք է մի քանի օրվա մեջ անել տալ, իսկ դա նշանակում է կախվածություն ուրիշից, եւ եթե դուք գործողություններ եք ուզում անել, որ ուզում եք երկարատև լինի, պետք է այնպես անեք, որ կախվածության մեջ չգտնվեք, որովհետեւ եթե ինչ-որ մի բան դուք եք անում, ապա դա ձերն է եւ միայն դուք եք պատասխանատու եւ ձեզանից է կախված այդ գործը կշարունակեք թե ոչ, ոնց որ մեկը ինչ որ ապրանքով զբաղվի, ապրանքի հետ կապված լինի, կամ մեկ այլ բան, ինչ որ կախված լինի ինչ որ մեկից, որ նա անի, նա խոսի, նա պայմանավորվի, հետո գա հասնի ձեզ։ Դա արդեն շատ երկար է ու պլյուս դրան այն մյուսը հետո կարող է չանել։ Եվ դուք մնաք։ Ձեր գործը կանգնի,
հանուն ինչի լավ գործեր։ Իրոք եմ ասում, Հայաստանում այդ ժամանակ այդ գործերով, որ զբաղվում էի, հիանալի գործեր էին, ոչ ոք չէին անում այդ գործերը։ Եվ հետո արդեն Եվրոպայում եւս ոչ ոք չէր անում այդ գործերը։ Եվ ես այդ նյարդային պահերը, որ հետո սկսեցին Հայաստանում գողանալ այդ նույն գործը, որտեղ Հայաստանում արդեն կարողացան ավելի մատչելի անել այդ նույն գործը, եւ Եվրոպայից արդեն պատվիրում էին Հայաստանից, որտեղ Հայաստան մատչելի էր, եւ այդ դեպքում արդեն իրենց կարողանում էին բերեին, հարազատները բերեին իրենց անվճար։ Իսկ ինձ արդեն պետք է վճարեին եռակի գումար, պլյուս դրան էլ, որ ես սկսել Ֆրանսիայից գնումներ կատարել այդ ապրանքները ստեղծելու համար, իմ վրա ավելի ու ավելի էր թանկ նստում։ Եվ այդպես արդեն ստիպված եղա կանգնացնել այդ գործը, որովհետև ես դրսի հայերի հետ էի աշխատում։ Ես դրա համար եմ ասում, ես դրսի հայերին 90%-ին ճանաչում եմ եւ 90%-ի գիտեմ ով ինչ է շնչում, ինչ է անում եւ ինչով է զբաղված։ Եվ միգուցե հենց դուք ինձանից նաեւ պատվերներ եք կատարել եւ պատվերներ եք ստացել ի վերջո։ Մի խոսքով հարցը նա է, որ այս խավարման ժամանակ փորձեք, եթե ինչ-որ մի բան եք սկսում, ես ինչու այդպես եկա գլոբալ։ Եթե ինչ-որ բան եք ուզում սկսել, սկսեք այնպես, որ ամեն ինչը հենվի ձեր վրա։ Եթե ուզում եք այդ գործը երկար տևի։ Եթե հանկարծ մի պահ հենվեցիք մեկի վրա, որ ինքը անի, որ ձեզ համար լավ լինի, որ այդ գործը շարունակական լինի, ապա մոռացեք։ Եվ ես հիմա տրամադրված եմ դրան, որ եւս անեմ այդ նույն աշխատանքը, որովհետեւ մի տեսակ ոնց որ վերադառնում է անընդհատ այդ աշխատանքը իմ կյանք, եւ երբ որ վերադառնում, ուրեմն հենց այնպես չէ, պետք է անել։ Եվ քո մտքում էլ է գալիս դա, որ ուզում ես դրանով զբաղվես, անպայման ուզում ես դա անես, եւ պետք է ուղղակի անես։ Եվ դե ընդհանրապես Աստված առաջ եւ բոլորիդ եմ նույնն ասում, Աստված առաջ, երբ որ ձեր ինչ որ մի բան եք դուք ցանկանում անել, սկզբում մի հատ ոնց որ խոսեցեք, բարեխոսեք Աստծու հետ, տեսեք դա լավ է, որ դուք անեք թե ոչ, հետո նոր շարունակեք ձեր գործունեությունը եւ շարունակեք դա երկար տարիներ։ Մենք շատ բաներ ենք անում 18 տարի առաջ, 9 տարի առաջ, բայց ամեն ինչը չի, որ մենք ուզում ենք հիմա էլ անենք, հա մեր ուղեղը դա չի ուզում անել։ Իսկ դա նշանակում է, որ հա ինչ որ մարդիկ կան բաժանվել են, ամուսնացել են, կամ ինչ որ հարաբերություններ ունեցել, եւ նմանատիպ հարաբերություններ կարող գալ ձեր կյանք, եւ ձեր ենթագիտակցության մեջ դուք կարող եք մտածել նույն հարաբերություններն է, մտնեմ մեջը թե ոչ։ Նմանատիպ անձնավորությունը օրինակ նույն բնավորությունն ունի, ես ինչա նույնն է։ Մտնեմ արդյոք թե ոչ։ Եթե այն ժամանակ մտել եք այդ հարաբերության մեջ եւ կիսատ է մնացել, արդեն վերջ։ Պետք է հասկանանք, որ հիմա էլ մտակ էլի կիսատ է մնալ, որովհետեւ նույն սցենարն է, նույն բանն է գալիս ձեր կյանքում։ Դուք ինքներդ պետք է ձեր մտքում հասկանաք, ուզում եք արդյոք դա անեք թե ոչ, ուզում եք այդպես լինի ձեր կյանքում այդ պահը թե ոչ։ Նոր հետո արեք։ Որտեղ շատ բան է վերադառնում անցյալից մեր կյանք, բոլորը մենք չենք անում։ Ես եթե այդպես վերագրենք եւս այնտեղից 18 տարի առաջ, դե այնտեղ եղել է այն ժամանակներ, երբ որ ես եւս էլի նմանատիպ գործերով եմ զբաղվել, բայց արդեն այն մյուս քարտերով, սովորական խաղալու քարտերով։ Այն ժամանակ էր կարծես, այո։ 99-98 թվականները ես 18 տարեկան, այո, 17-18 տարեկան, այո, ես էլի նորից նույն գործերով եմ զբաղվել, նույն այս քարտերով, բայց նայեք իմ մտքում այդքան էլ չկա, որ ես էլի տենց շարունակեմ շատ ինչ որ։ Ինձ մոտ այն գործերն են, որոնք որ մնացել են եւ ուզում եմ շարունակեմ։ Այն ժամանակ էլ մնաց։ Այն ժամանակ վախս էր եւ վախի պատճառով դա մնաց։ Այս գործը, հա իհարկե, բայց մնացած գործերը արդեն վախը չէր, ինձանից կախված չէր։ Եվ 2008 թվականին, երբ որ եւս էլի ինչ-որ մի ձևով կանգնացրեցի դա, ես էլի լսեցի մեկ ուրիշի կարծիքը։ Այդ ժամանակ լսելով ուրիշի կարծիքը, իմ արած գործը փոխեցինք եւ փոխելուց հետո այդ գործը այլևս առաջ չգնաց։ Դրա համար եմ հիմա ես մանրուքներ եմ ասում ձեզ, որ դուք ընկալեք, բռնեք այդ պահը, որ նման բաներ են լինում, որ կարող է, այո, դուք լսում եք,
ինչ-որ մեկի կարծիքը եւ փչացնում եք ձեր այդ գործունեությունը, որը կարող է շատ երկարատև լինել։ Իսկ հիմա ես ոչ ոքին ոչ լսելու եմ, ես արդեն երկար տարիներ է ոչ ոքին չեմ լսում, դրա համար ես անում եմ այն, ինչ իմ մտքով գալիս է։ Ուզում եմ սա, ուզում եմ սա, անում եմ սա, ուզում եմ սովորել, որ անել սա, ուրեմն պետք է սովորեմ, որ անեմ սա։ Ինձ մոտ արդեն միայն դա է, որ քո հույսով, քո յուրաքանչյուր բան, ինչը սպասում ես, պահ կար անգամ, որ ես պատվիրում էի խանութից, այստեղ անգամ, դրսներում պատվիրում էի խանութից, միևնույնն է, էլի այնքան կամ ուշ էր գալիս հասնում, կամ գույնը ճիշտ չէր լինում, հետո գնում էի, պատվիրելուց հետո գնում էի, մտնում էի խանութ, նույն բանը գնում էի իմ ուզած գույնը, բայց արդեն եռակի թանկ, եւ պլյուս վրաս նստել էր այն ապրանքը, որը որ ես պատվիրել էի։ Դրա համար ինչ որ չափով հույսները դրեք միմիայն ձեզ վրա։ Այդպես ասելիքս դա էր։ Այս խավարման միջանցքի ժամանակ, եթե ուզում եք, որ ձեր գործերը երկար տևեն, այսա կմոթնի, ինձ թվում է։ Այո, պետք է որ ինչա, դեռ երևի թե 2 ժամ կա, շատ լավ է արևային եղանակ է, չգիտեմ, կտեսնեմ ես, թե ոչ խավարումը այստեղ, դե եթե արևային եղանակ է, ինչ-որ չափով նաև մթնածություն կերևա։ Այսքանն էր ասելիքս, հուսով եմ կարողացա տեղ հասցնել իմ ասելիքը ձեզ, որ մարդը ով ինչպես կարողանա, ինչ անի։ Եվ ընդհանրապես, եթե մարդ մի բան է ուզում անել, ոչ ոքին պետք է չլսի։ Ուզում եք ձկներին հանեք, մորթեք, կտրեք գլուխը, միայն գլուխը ծախեք, աչքերը հանեք, վաճառեք, ուրեմն հանեք, վաճառեք։ Միայն դա ձերն է, ձեր միտքն է։ Ուրիշ ոչ ոքին է։ Արեք, փորձեք, բայց պարտքով մի արեք։ Ոչինչ պարտքով մի արեք։ Ես ատում եմ այդ պարտք բառը։ Ատում եմ վարկ բառը։ Ոչինչ մի արեք։ Ունեք 2000 դրամ, 2000 դրամի ձուկ գնեք, կտրտեք, աչքերը հանեք, վաճառեք։ Ունեք 1000 դրամ, 1000 դրամի գնեք։ Մեկ ձուկ գնեք, հանեք, վաճառեք։ Ոչինչ մի արեք պարտքով։ Այսքանը, ինչ տեսանյութեր եւ ինչի մասին խոսեցի, չնայած մեր ցանկություններն է սա, բնական է եւս, ինչի մասին խոսեցի, դա եւս մեր ցանկություններն են։ Եվ դրա համար ցանկությունները, եթե ուզում եք իրականանան, հատկապես այս շրջանում պահած ցանկությունները, ապա պետք է այնպես անեք, որ ամեն ինչը հույսը դնեք ձեր վրա։ Միշտ հիշեք, որ ինչ-որ մի բան է կա, թե կուզեն, որ սպասել եք, որ մեքենայով գա ձեր հայրը կամ ձեր ամուսինը, որ ձեզ տանի, ոնց եք բարկացել, որ իմանայի, որ այսքան կուշանաս, հենա տաքսիով կգնայի։ Եկեք ճիշտը խոսանք, որ նման պահեր շատ կան մեր կյանքում եւ այդ գործը, որի համար դուք գնում եք, ձեզ համար կարող է շատ կարեւոր է եւ երկարակյաց եւ մնացիք իր հույսով, միգուցե կորցրեցիք դա այդ պահը։ Այսքանը սիրելիներս, եթե չեք հասցրել պահել, լսում եք, ապա պահեք ցանկություն, որպեսզի մենք շարունակենք ցանկության տեսանյութը անել։ Պահեք 4 տարբեր ցանկություններ, մի պահեք ամբողջը նույնը, պետք չի։ 4 տարբեր հարցեր նաև ուղեք, հարցերը ձեզ պատասխանները կտան։ Այդպես։ 2 րոպե լուռ մնամ պահեք եւ եթե չեք հասցնում պահել, եթե պետք է կենտրոնանաք, ապա կանգնեցրեք տեսանյութը, պահեք, հետո հետևեք։ Տեսեք ով է ձեզ աչքով տալիս։ Ահա, հուսով եմ պահեցիք եւ մենք անցնում ենք արդեն առաջին տարբերակին։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Տեսնենք։ Դե մոտեք էստեղ ցանկությանը, որովհետեւ ինքը սկիզբը ընկավ։ Մի փոքր կարող է ուշանալ ձեր ցանկությունը, բայց նաև կարող է այստեղ պատասխանները գտնեք։ Պարտադիր չի տխրել։
որ ասում է հետո կտխրեք, երբ որ մատը մատին չտաք եւ ոչինչ չստացվի։ Բավականին շատ իրադարձություններ կան, այնպես որ կարող է ձեր հարցերի պատասխանները եւս այստեղ լինի։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում այստեղ կարիերայի բարձրացում, հաղթանակ, ինչ-որ մի բանում, միգուցե հարցազրույցի մեջ, միգուցե մեկ այլ հարցի հետ տեսակապված, հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարևոր է, սպասում եք այդ հեռախոսազանգին, ապա այն կստանաք, եւ առողջության հետ կապված մի փոքր այստեղ ինչ-որ ասում է մի փոքր կարող է ուշանալ։ Առողջությունը կամ լավանալու կամ վերջնականապես բուժվելու հետ կապված եւս մի փոքր էլի պետք է սպասեք։ Գործիքներ գնելու հետ նույնպես պետք է, եթե գործիքներ եք ուզում գնել կամ եթե վերանորոգում եք ուզում անել, բնական է եւս էլի պետք է մի փոքր սպասեք։ Եվ նաեւ ընկերների հետ հավաքվել, ուրախանալ, քեֆանալ եւս պետք է սպասեք։ Նաեւ շոփինգը։ Շոփինգ, այստեղ նաև գումարը բավական իրայից հեռու է, դրա համար շոփինգի գնալու համար եւս պետք է մի փոքր սպասեք, որ նոր գնաք։ Պարտքերը, վարկերը փակելու համար կամ ստանալու համար եւս էլի պետք է սպասեք մի փոքր։ Ծաղիկ նույնպես։ Միգուցե այս առիթին ծաղիկ չեք ստանում, եթե առիթը շատ մոտ է, մյուսին եք ստանում։ Եվ ծնունդ։ Գուցե ծնունդ է, որը որ ուզում եք նշել, որը ձեզ համար շատ կարևոր է, երեխա կամ ձեր ընկերների ծնունդն է, ընկերներից ոչ մեկի, պետք է գնաք, դա եք ուզում, հետաքրքրված եք գնալու եք արդյոք թե ոչ։ Այստեղ գումարի հետ կապված, եթե գումարի հետ կապված ինչ-որ խնդիր, ապա դա է մի փոքր հետաձգում ինչ-որ բաներ։ Այստեղ էլ ուրիշ ոչինչ չկա, ոնց որ թե։ Չկա, առաջին տարբերակում սա է մի փոքր, ինչ-որ կան բաներ, որոնք որ կուշանան։ Դե ավելի լավ է ուշ, քան երբեք։ Գնենք երկրորդ տարբերակը, ֆիքսվեք երկրորդ տարբերակի վրա։ Ահա, կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Ինչ-որ շատ բաներ չեն էլ ուզում ընկնեն, հա։ Ոչ թե շատ բաներ, այլ ընդհանրապես ոչինչ չի ուզում ընկնել։ Ցանկությունն էլ չի ուզում ընկնի։
Եկ մի փոքր ուշանում է ցանկությունը էլի։ Էլի պետք է սպասեք ինչ որ մի բանի։ Այս անգամ հաղթանակները կան, սպորտը չկա։ Անցած անգամ սպորտներ ոչ մի հաղթանակ չկար, հիմա էլ հակառակն է, հաղթանակը կա, սպորտը չկա։ Ուրեմն երկրորդ տարբերակում գնել կենցաղային տեխնիկա, դա կարող եք մի փոքր ուշ գնալ շոպինգի, որտեղ գումարը այստեղ էլի չկա, դեռևս, հա, ոնց որ շատ չկա, հա։ Դեմար պետք է մի փոքր էլի հետաձգեք, ուշ գնաք։ Գնանք հանգստանալու, եթե օրինակ ամառվա համար եք բարել ցանկություն, ապա այո, այստեղ կկատարվի ձեր ցանկությունը։ Դե ընդհանրապես այս ցանկությունները կկատարվի, որոնք որ շեշտում եմ։ Եվ այսպես հավաքվել տատի, թոռներ, ծոռներ, այդպես բոլորով, երեխաներով հավաքվեն մեկ սեղանի շուրջ եւ իհարկե հաղթանակ։ Այդ ամենը կկատարվի։ Ցավոք սրտի աստղը բարեհաճ չի, տեսնենք գոնե երրորդ կամ չորրորդ տարբերակում բարեհաճ լինի։ Պատասխանի ձեր հարցերին։ Չնայած միայն աստղը չի, հա, այնտեղ եւս կան, որոնք էլի կարևոր են ձեզ համար։ Ֆիքսվեք, պահեք ձեր ցանկությունը, էլի այդպես կենտրոնացեք ձեր ցանկության վրա։ Ահա, կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Տեսնենք, գոնե սան գնի։ Բան չկա։ Գոնե այստեղ ընկնի։ Տեսնենք, օպա, անկավ։ Շնորհավորում եմ։ Վերջապես։ Ախր ես էլ եմ ցանկություն պահում, ու մենակ դուք չեք։ Իմ ցանկությունները չեն լինում։ Բացարձակ, ուշանում են, հետո ես մոռանում եմ այդ ցանկության մասին, այնքան են ուշանում, նույն պետք չի էլ, ինչի՞ս պետք նա։ Այնպես որ այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, շնորհավորում եմ։ Ահա, ուրեմն նաև այստեղ կողքից, հա, պետք է հասկանալ, որ ինչ որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան է, այստեղ լինի դա լոտո, լինի դա աշխատանքի ընդունելություն, ինչ որ մի բան, որը շատ կարևոր է ձեզ համար, սպորտ եւ այլն, առաջին տեղում։ Հատկապես հիմա օլիմպիական այդ չեմպիոնության համար են պայքարում։ Շատ ուրախ եմ, որ կան հայեր։ Եվ ծնունդ այստեղ ձեր ընտանիքի անդամներից ոչ մեկի ծնունդ, եթե մտածում եք այդպես ինչ որ ձևով, շուքով եք ուզում անել, ապա այն կանեք։ Ոչ գնաք նկարչության, այդպես ստեղծագործական աշխատանքի, նաև այդ աշխատանքի համար իրեր գնել, որովհետև դրանք այդքան էլ մաչելի չեն։ Նրանք եւս կկարողանաք գնել համենայն դեպս ձեր ունեցած գումարի չափով։ Գործիքներ գնել, էլի ձեր գործունեության համար նաև վերանորոգում կատարել եւս դա էլի կուշանա մի փոքր, չէ, կատարեք։ Դե եթե տաք են եղանակները, ապա հա, միգուցե ինչ որ ուշ ժամանակ եք պահել։ Բիզնես բացել եւս կկարողանաք, այնպես որ ցանկությունները եթե չկան այստեղ, միևնույնն է այդ ցանկությունները կատարվում են, որովհետեւ աստղը ընկել է։
Գիտեք, աստղը իրար մոտ չի ընկել, աստղը գալիս հասնում է իրար։ Դա նշանակում է, որ ինչ որ մի գործողություն, ինչ որ մի բան պետք է անեք, որ այդ ցանկությունները մոտեցնեք իրար, հա, այսինքն կատարվի ձեր ցանկությունը։ Ձեզանից է կախված ինչ որ բաներ։ Այսքանը երրորդ տարբերակի համար եւ հիմա կնայենք չորրորդ տարբերակը։ Տեսնենք չորրորդ տարբերակը, վերջին տարբերակը կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Նայեք, մոտ եք, երբ որ աստղը առաջինն է ընկնում, դա նշանակում է մոտ եք ձեր ցանկությանը։ Այս ցանկությունն էլ կատարվեց։ Այնպես որ եւս շնորհավորում եմ, ես այդպես էլ մտածում եմ, որ չորրորդն էլ կլինի։ Ուրեմն չորրորդ տարբերակը այստեղ ցանկությունը կատարվեց, կկատարվի, այսինքն որ հարցում հաղթանակած եք դուրս գալու ինչ որ մի բան է, որ այդպես հաղթանակը յուրաքանչյուր պարագայում այստեղ կարող է լինել, յուրաքանչյուր մրցույթ, յուրաքանչյուր բան, ինչով որ դուք զբաղվում եք, ինչով որ մրցույթի եք մասնակցելու։ Նաև տունը գնել կամ վերանորոգում սկսել, մեքենա ձեռք բերել, միգուցե նաև նվեր ստանաք։ Առողջության հետ կապված խնդիրները այստեղ ասում են, որ կլուծվի, կավարտվի այդ խնդիրները, եթե աշխատանքի համար եք պահել, օրինակ աշխատանքի կընդունվեք, թե ոչ, ապա այստեղ աշխատանքի կընդունվեք, նաև ինչ որ պայմանագրեր կարող եք կնքել ոչ մարդկանց հետ, գնալ հարցազրույցի, նաև սա հակառակ սեռի ներկայացուցչի հետ ծանոթություն է, ինչ որ մեկի հետ, ով որ երրորդ մարդը ձեզ կծանոթացնի տվյալ անձնավորության հետ։ Կարծես ոչինչ բաց չեմ թողել այստեղ, բաց էլ թողասում եմ միևնույնն է աստղն ընկել է, ուղղակի այն ինչ որ կան հավելյալ, ոնց որ դրանք ավելի են այսպես ֆիքսում, բայց պետք է հասկանալ, որ եւս պետք է գան հասնեն իրար մոտ այս աստղերը, իսկ դա նշանակում է եւս որոշ ժամանակ պետք է օգտագործեք, եթե ձեզանից է կախված ինչ-որ բան է պետք է անեք, որ այդ ցանկությունները իրականանան։ Այսքանը, սիրելիներս, թող որ ձեր բոլորի ցանկություններն իրականանան այն ժամանակ, երբ որ իրոք Աստված այդպես կամենում, որ դուք ունենաք այն ամենը, ինչ որ ուզում եք, եւ եթե ձեզանից է կախված, արեք յուրաքանչյուր բան, որ հասնեք դրան, հասնեք ձեր ցանկություններին։ Այսքանը լավ եղեք։